Ռուսաստանը ավելացնում է սահմանափակումները, հիմա էլ արդեն կատնամթերքը, նաև Բելարուսի միջոցով ծաղիկների ներմուծումներ արգելել։ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ ասել, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, կկարգավորվի թե ավելի կսրվի։ Կանխատեսման անհրաժեշտություն չկա, որովհետեւ դուք մեջ բերեցիք հայկական մամլո հաղորդագրությունը, զուգահեռաբար լույս տեսավ ռուսական մամլո հաղորդագրությունը, որտեղ էլ Ռուսաստանի արձագանքն է վարչապետի այդ կոչին։ Դա նշանակում է, որ իրավապայմանագրային հիմքը հայ-ռուսական հարաբերություններում վաղուց արդեն չի աշխատում եւ դրա աշխատել չաշխատելը ուղղակի դարձել է մեկ մարդու կմահաճույքի տիրույթում գտնվող ինչ-որ մի բան։ Իսկ դա նշանակում է, որ խնդիր պետք է դրվի այդ դաշտից դուրս գալու։ Բնականաբար մենք այնպես չի, որ ուղղակի դեկլարատիվ ենք անդամակցել այդ ամեն ինչին, հազարավոր թելերով մեզ կապել են եւ դա միայն մտադրությունների դեկլարացիայով դուրս գալ այդ բեռի տակից հնարավոր չի լինի, այստեղ պետք է շատ հստակ քաղաքական եւ վարչարարական նաեւ օրենսդրական ալգորիթմ մշակվի եւ վերջ տանք այս կախվածությանը։ Իրատեսական ես համարում եմ, որ դա կարող է տևել մինչև 2 տարի, բայց հետևողականորեն պետք է աշխատել։ Եթե ամեն ինչ ընթանա առանց ֆորս մաժորների, բայց մենք տեսնում ենք, որ ֆորս մաժորների հավանականությունը էապես մեծացել է կապված Ուկրաինայի դեմ այդ Ռուսաստանի կողմից վարվող պատերազմի դինամիկայի հետ, որտեղ Ռուսաստանում մենք տեսնում ենք հարվածներ, որոնք չեն եղել նույնիսկ 1941 թվականին։ Հասկանում եք, իսկ այդ ամենը զգում են Ռուսաստանի ոչ միայն ղեկավարներն, այլև քաղաքացիները։ Հիմա այդ ֆոնին ինչ ֆորս մաժոր կարող է լինել, դա միայն կարելի է գուշակել։ Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների այս տարվա մայիսի 29-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ վարչապետն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Այս պահին համենայն դեպս չեն դիմում։ Սա փաստորեն վերջին քայլն է անդամակցության ճանապարհին, որը Հայաստանը պետք է անի, իսկ Պուտինն առաջարկում է սայլը կապել ձիու դեմից եւ անել հիմա։ Դե կանենք մենք Պուտինի համար Yandex Eats-ի ծառայություն չենք, որ իր համար առաքում կազմակերպենք ըստ պատվերի, հա։ Նայեք փորձագիտական դաշտում էլ ասում են, երբ հանրությունը խոսում էր, թե մեր ընդդիմությունը ներկայիս, որը գնալու է ազգային ժողովի քանի օրից, ինչ է անելու, ինչով է զբաղվելու, նշում են, որ ահա լավ էլ թեմա է ԵԱՏՄ, ԵՄ։ Այո, որովհետև Ռուսաստանը գործելու է իր 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի եւ Մոսկովսկի ցիրկի հետ համատեղ օրակարգերը մատակարարելու եւ նաեւ այո հովանավորելու է, խրախուսելու է եւ հետևելու է զարգացումներին։ Ռուսաստանը իր այս քայլերով ձգտում է Հայաստանի ժողովրդին հանել իշխանությունների դեմ։ Ընթանալու է շատ լայնամասշտաբ դեզինֆորմացիա սրա հետ կապված։ Իհարկե փորձ է արվելու մեղքը բարթելու հենց իշխանության վրա։ Այս ամենը պետք է հաշվի առնվի եւ Ռուսաստանի հնարավորությունները Հայաստանի ներսում պետք է էականորեն կրճատվեն։ Դրա համար պետք է երկու բան ռուսական ներկայությունը Հայաստանում կրճատվի առաջինը եւ երկրորդը ռուսական կուսակցությունը պետք է Հայաստանում ուղղակի ջախջախ ինստիտուցիոնալ չեզոքացում
իրականացվի։ Կարվի թե չէ ես չգիտեմ, բայց մյուս կողմից այս խնդիրը դնել է պետք։ Ես միայն այս զանգի փաստով, որի իմաստը ես ճիշտն ասած չեմ կարողանում հասկանալ, որովհետև ինչ փոխեց։ Սա ըստ էության եթե կար տակնել ինչ-որ մտահղացում, ապա մենք կարող ենք արդեն իսկ արձանագրել, որ դա դիրքորոշումներում որևէ փոփոխության չբերեց, կոմպրոմիսի չհանգեցրեց, որովհետև չէր կարող հանգեցնել, որովհետև Ռուսաստանն իր նպատակները չի փոխել ու չի փոխելու։ Սա, այսպես ասենք, չստացված նախաձեռնություն էր։ Եվ կարծում եմ պետք է զբաղվել ավելի առարկայական գործերով, այլ ոչ թե փորձելով կոկորդիլոսին համոզել, որ ինքը այլևս գիշատից չլինի առավոտյան ժամը 6-ից սկսած, էլի չի լինում նման բան։ Իրատեսական չէ եւ պետք է գործել ըստ այդմ։ Իսկ կարող ենք ասել, որ հիբրիդային պատերազմին զուգահեռ Ռուսաստանը նաև արդեն տնտեսական պատերազմ է սկսում, կարծեք թե Հայաստանի դեմ։ Հիբրիդային պատերազմի բաղկացուցիչներից մեկը տնտեսական պատժամիջոցներն են, պատերազմն է, տնտեսությանը թիրախավորելն այդ ամենը էլեմենտ է հիբրիդային պատերազմի։ Այսինքն ստեղ նորություն չկա։ Եվ նաև մինչ Պուտինին զանգելը որոշ եվրոպական երկրների ղեկավարների հետ էր հեռախոսազրույցներ ունեցել վարչապետը, Մակրոնի հետ, Գերմանիայի կանցլերի հետ, Բելգիայի վարչապետի հետ, եւ հենց խոսել էին առևտրատնտեսական կապերի զարգացման մասին։ Հայաստանը շատ արագ հասել է որոշ պայմանավորվածությունների, թե Բրյուսելի հետ, թե առանձին եվրոպական մայրաքաղաքների հետ եւ արդեն իսկ իրականացնում է այդ պայմանավորվածությունները։ Հիմա մեր խնդիրն է ինստիտուցիոնալացնել այդ ժամանակավոր պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերված ժամանակավոր են։ Իսկ դա նշանակում է ինստիտուցիոնալ խոչընդոտները այդ ամենը ամրապնդելու համար պետք է վերացվեն։ Այդ խոչընդոտն է այն, ինչը վկայակոչեց համաձայն հաղորդագրության վարչապետը Պուտինի հետ խոսակցության ժամանակ։ Ռուսաստանի հետ մեր ունեցած իրավապայմանագրային բազան այսօր խոչընդոտ է, որպեսզի Հայաստանը ինստիտուցիոնալացնի եւ մշտական հիմքի վրա դնի այն ժամանակավոր պայմանավորվածությունները արևմուտքի հետ։ Եվ երկրորդը Հայաստանը պետք է ավելի բարձր նշաձող դնի դիվանագիտության համար հարաբերությունները արևմուտքի հետ այդ նշաձողին բարձրացնելու համար։ Մեզ պետք են նաև պայմանավորվածություններ անվտանգության ոլորտում, ռազմավարական պայմանավորվածություններ բազմաթիվ հարցերում։ Մենք հիմա պատմական վերափոխումների շրջափուլում ենք եւ դա պայմանավորված է նրանով, որ հետխորհրդային ժամանակաշրջանը ավարտվել է։ Հիմա հետ-ռուսական ժամանակաշրջանն է եւ այդ ամենը արդեն Իրանից միանգամայն այլ իրականություն է ենթադրում եւ Հայաստանից էլ պահանջում է, Հայաստանին թելադրում է արդեն այլ օրակարգ։ Նայեք, ճիշտ է, այս պահին արտահանումների հետ կապված որոշակի դժվարություններ, թղթաբանություն, նոր շուկա, համ արդիկ դեռ սովոր չեն Եվրամիության շուկային, բայց դրան զուգահեռ օրերս սովոր են։ Ղազախստանում մեր դեսպանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության եւ շինարարության նախարարի հետ եւ քննարկել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության լայնման հարցեր եւ ուշագրավ է, որ հետաքրքրվածություն է եղել մեքենաշինության, մետալուրգիայի եւ թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների եւ այլնի մատակարարման ծավալներ դեպի Հայաստան։ Սա շատ ուշագրավ է, քանի որ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։ Այո։ Ղազախստանի հետ, տեսեք, ԵԱՏՄ անդամ երկրներից, հատկապես Ղազախստանի հետ, Հայաստանը պետք է երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերի եւ նաեւ պայմանավորվածություն, որ ԵԱՏՄ-ի փլուզման հետևանքով կամ մեկն ու մեկից ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կապերը պահպանվեն, կապերը այ ռեժիմը հարաբերությունների պահպանվում, որովհետև Ղազախստանը առանցքային գործընկեր է Հայաստանի համար դարձել եւ մնում
Եվ այո, մենք արձանագրել ենք մեր բազմաթիվ հարցերով մեր շահերի նույնականություն։ Սա շատ կարևոր քայլ է, որը արվում է։ Այո, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի թե իր ներմուծումը, թե իր արտահանումը, թե իր բոլոր քաղաքականությունները եւ իհարկե այո, մեր անունն է Հայաստանի Հանրապետություն, բայց մենք պետք է ունենանք նաեւ ազգանուն եւ մեր ազգանունն է, այո, պատմությունից է դա գալիս Եվրոպա։ Այս կիրակի նորընտիր խորհրդարանի առաջին նիստն է տեղի ունենալու։ Ոնց եք պատկերացնում, ինչ խորհրդարան ենք ունենալու, ինչ աշխատանքներ են լինելու այս ընդդիմության պարագայում։ Լավ կլինի, որ դա լինի, ասենք, սովորական քաղաքացու համար բավականին անհետաքրքիր։ Բայց ես չեմ կարծում, որ Մոսկվան մեզ նման նվեր կանի, ոչ։ Փորձ կարվի վերադառնալ Իշրջանս յուր եւ նախորդ խորհրդարանի այդ պրակտիկան շարունակել ինձ թվում է կլինի կոշտ արձագանք այնուամենայնիվ, որովհետեւ ես ասում եմ հիմա Հայաստանը կանգնած է ռուսական կուսակցության ջախջախման հրամայականի առջև։ Այնպես որ փորձեր կլինեն, բայց այդ փորձերն էլ կկասեցվեն։ Իսկ թեմա այո, օրակարգը սահմանել է Մոսկվան։ Երբ ուժեղ Հայաստանը խոսում է չնայած այնտեղ ոչ ուժեղա, ոչ էլ Հայաստանի հետ կապ ունի, խոսում է գաղտնի պլանի մասին, այդ պլանը այնքանով է գաղտնի, որ դեռ Մոսկվայում չեն ասել իրենք սոված են թե քուններն ա տանում, ես կորոշեն, որոշում կունենան, կասեն եւ գաղտնի պլանը կդառնա ոչ գաղտնի, այդ թվում նաեւ իրենց համար։ Սամվել Կարապետյանը ընտրություններից հետո մի որոշ ժամանակ լռությունը պահպանեց, հետո ողջևորված հայտարարություններ էր անում, համախմբման մասին էր խոսում, թե ուժեր կան դիմում են իրենց, հեսա համակարգող խորհուրդ է ստեղծելու, բայց դեռ օրակարգ չենք տեսնում, համախմբում չենք տեսնում։ Դե ասում եմ, երբ Մոսկվան կորոշի ինչ պետք է արվի, իրենց կասի, իրենք էլ մեզ կասեն, ինչ եմ ասում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար